Պատկերացրեք, դուք գալիս եք ատամի բժշկի մոտ, նա ձեզ ժպտում է եւ դուք նկատում եք, որ իր ատամների կեսը փծած է։ Արդյոք դուք կուզենաք շարունակել բուժվել այդ բժշկի մոտ։ Իհարկե ոչ։ Ապա ինչու ենք մենք հանդուրժում, որ մեր դպրոցներում ղեկավարները դպրոցների, բայց նաև հաճախ ուսուցիչները չունեն կրթվածության այն աստիճանը, որ մենք կակնկալենք մարդկանցից, ովքեր զբաղված են կրթությամբ։ Այսօր կխոսենք նրա մասին, թե մասնավորապես դպրոցի տնօրենները ինչպիսին պետք է լինեն, ինչ կարողությունների պետք է տիրապետեն, ինչպիսի մարդիկ պետք է լինեն եւ ինչ մենք պետք է իրենցից ակնկալենք։ Պատական չէ, որ ես բերեցի այդ բժշկի օրինակը։ Ինչու, որովհետև մենք ունենք ընդամենը 30 ատամ եւ կարծում ենք, որ ամեն մեկը դրանցից շատ կարևոր է։ Եվ չենք ուզում դրանցից որևէ մեկը վտանգենք, քանի որ հանդիպել ենք բժշկի, ով չի կարող բավարար լավ զբաղվել իր աշխատանքով։ Սակայն, չգիտես ինչու, երբ հարցը գնում է կրթությանը, մենք մոռանում ենք, որ մենք ունենք ընդամենը 1, 2, 3 երեխա, եւ երեխաները հաստատ մեզ համար շատ ավելի թանկ են, քան մեր ատամները։ Ատամները հնարավոր է վատագույն դեպքում շապիկով պատել կամ իմպլանտով փոխարինել։ Իսկ երեխաների պարագայում ոչ շապիկը կփրկի, ոչ էլ իմպլանտը։ Երեխան միակն է, անփոխարինելի է, եւ մենք պետք է ակնկալենք, որ այն մարդիկ, ովքեր ոչ մի օր, ոչ 2 օր, ոչ անգամ 1 շաբաթ, այլ տարիներով պիտի օգնեն մեր երեխային դառնալ կրթված անձնավորություն, պետք է իրենք էլ չունենան այդ փտած ատամներին զուգահեռ կրթական անկարողություն, կրթական որակի բացակայություն, սեփական կրթական մակարդակի ցածր չափանիշներ։ Սակայն այնպես է ստացվել, որ հենց այդ ոլորտում, կրթության ոլորտում մեր ակնկալիքները տարիների ընթացքում հետզհետե նվազեցին եւ նվազեցին։ Այդպես չէ նախկինում։ Մենք երևի թե ընդհանրում ենք, որ դպրոցների ղեկավարները, ուսուցիչները պետք է լինեն մարդիկ, ովքեր ընթերցում են ամեն օր, շատ բան գիտեն, շատ նրբանկատ են, հասկանում են տարբեր կարևոր մանրամասներ աշխարհի մասին, մարդկանց մասին, պատմության մասին, իրադարձությունների մասին, կարող են դրանց խելամիտ կերպով մեկնաբանել, ներկայացնել, ունենում են հետաքրքիր եւ խորիմաստ քննարկումներ մեկը մյուսի հետ տարբեր հարցերի շուրջ։ Եվ ընդհանրապես կրթական բարձր չափանիշների մարդիկ են։ Ես պետք է ցավով խոստովանեմ, որ այսօր իրավիճակը շատ տարբեր է։ Մեր հանրակրթական դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը վերջին անգամ գիրք են կարդացել, իրենք էլ չգիտեն երբ չեն հիշում։ Իրենք իհարկե մեջբերում են զբաղվածությունը, մեջբերում են տարբեր հանգամանքներ։ Սակայն, երբ որ դու իրենց հետ ուղղակի զրուցում ես տարբեր հարցերի շուրջ, շատ հաճախ նկատում ես, որ իրենք շատ նեղ աշխարհայացք ունեն, շատ քիչ բաների մասին գիտեն, չեն պատկերացնում։ Լավ, այս բանին ես դադարեցնեմ քննադատելը, որտեղ դա ոչ միտեղ չի տանում։ Եվ եկեք խոսենք, թե իրականում ինչ հատկանիշներ, ինչ կարողությունների պետք է տիրապետի տնօրեն այսօրվա ժամանակակից դպրոցի, որ մենք կարողանանք համարել, որ այդ մարդը լավ դպրոցի լավ տնօրեն է։ Առաջինի մասին արդեն խոսեցինք, բավ է, բարձր կրթական մակարդակ։ Գնանք առաջ։ Երկրորդ բանը, որ ցանկացած դպրոցի տնօրեն պետք է ունենա, նա պետք է սիրի երեխաներին։ Եթե այդ մարդը չի սիրում, անվերապահորեն չի սիրում երեխաներին, նա աներիք չունի դպրոցում։ Եվ դա շատ հեշտ է երևում։ Ուղղակի նրանից թե ինչ հայացքով են նայում երեխաներին, ինչպես է իրենց հետ զրուցում, ինչ է ասում նրանց։
Արդյոք դժգոհում եւ բղավում է, թե ժպտում է եւ հորդորում է։ Արդյոք իր խստության ետևում կա այդ զուսպ ժպիտը, թե կա չոր ու ցամաք դառնություն եւ զայրույթ։ Արդյոք նա կարողանում է ստանալ երեխաներից այդ նույն սերը։ Արդյոք նա արժանանում է իրական մանկական սիրո ի պատասխան իր ներվատության ու սիրո, թե ոչ։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Բայց եկեք մենք մի քիչ հիմա հեռանանք մարդկային հատկանիշներից եւ խոսենք մի քիչ ավելի մասնագիտական կողմից։ Նա պետք է լինի լավ մանկավարժ։ Չի կարող դպրոցի տնօրենը չկարողանալ կիրառել մանկավարժություն իր կյանքում։ Նա ամեն օր շփվում է երեխաների հետ։ Նա պետք է ոչ միայն լինի լավ մանկավարժ, նա պետք է լինի օրինակ շատ հաճախ այլ մանկավարժների համար։ Եվ դրա համար նա նաև պետք է անդադ սովորի այլ մանկավարժներից, որովհետև գործի բերումով դպրոցի տնօրենները սովորաբար ավելի քիչ ժամ են անցկացնում դասարանում կամ ընդհանրապես ըստ նոր չափանիշների, որ այսօր կիրառվում են դպրոցներում, տնօրեններին անգամ արգելել են դասարան մտնել, ինչը ինձ համար չափազանց տարօրինակ որոշում է։ Հաջորդ բանը, որ ամեն տնօրեն պետք է տիրապետի, դա մարդկանց ոգևորելն է ընդհանուր նպատակի շուրջ միավորելով։ Մի բան, որը այնքան էլ հեշտ չի անել, թվում է թե հեշտ է, բայց որոշ մարդկանց մոտ ստացվում է այլոց ոգևորել, որոշ մարդկանց մոտ չի ստացվում։ Ինչու՞։ Շատերը դա վերագրում են ինչ-որ անբացատրելի կամ դժվար ընկալելի մարդկային հատկանիշների։ Սակայն դա մի քիչ այդպես չէ։ Կան մի քանի հատկանիշներ մարդկային, որոնք ամեն մարդ կարող է իր մոտ զարգացնել, որոնք օգնում են մեզ լինել լավ առաջնորդ եւ ոգևորել այլ մարդկանց։ Առաջինը դա ազատ եւ անկաշկանդ մարդկանց հետ շփվելն է։ Փոքր խոսակցություններ, կարճ խոսակցություններ մարդկանց հետ, որոնց ընթացքում դու բաց ես եւ անմիջական։ Դա մի բան է, որ պետք է ամեն մարդ սովորի իր կյանքում։ Դու պետք է կարողանաս հետաքրքիր, կարճ, ներգրավող խոսակցություններ ունենաս։ Մարդկանց ոգևորությունը հուզական բնույթի է։ Այն կառավարվում է առաջնահերթորեն հուզական գործիքներով։ Այո, տրամաբանությունը աշխատում է որոշ չափով, ինչ որ այսպես խելամիտ բացատրություններ, ներկայացում եւ այլն օգնում են, բայց դրանք չեն այն հիմնական գործիքները, այն հիմնական գործոնները, որոնք ազդում են մարդկանց վրա։ Մարդկանց վրա ազդում են մարդիկ իրենց զգայական, հուզական ազդեցությամբ։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մարդիկ ոգևորվեն, մենք իրենց պետք է ոգևորենք, իսկ ոգևորումը արվում է հենց այդպես։ Մոտենում ես, խոսում ես, հեռանում ես, մարդը ոգևորված է։ Խոսում ես այնպես, որ արթնացնես այդ ոգևորությունը, որ շոյես, տրամադրես, ինչ որ չափով օգնես, աջակցես, եթե դժվար պահ է, լսես, անպայման ուշադիր լսես, մարդը պետք է զգա, որ իրեն կարևորում են, որ իրեն լսում են, որ իր կարծիքը ունի արժեք։ Սա շփվելու, հարութակցվելու կարողությունների շարք է, որոնք ամեն մարդ կարող է զարգացնել եւ պետք է զարգացնի, եթե ուզում է դառնալ առաջնորդ։ Բացի դրանից, հաջորդ կարևոր հատկանիշը դա խմբում արդյունավետ աշխատելն է։ Եվ այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ դուք պետք է լավ կառավարեք։ Դա պետք է։ Դուք պետք է լինեք լավ ղեկավար։ Մենք հիմա դրա մասին խոսենք։ Խոսքը գնում է նրա մասին, որ հենց հորիզոնական հարաբերությունների մեջ դուք լավ թիմակից եք։ Անհնարին է լինել լավ ղեկավար, չլինելով լավ թիմակից։ Ուղղակի անհնարին է, որովհետև աշխատանքի բնույթը խմբային է։ Եվ եթե խմբում դուք չկաք, դուք ձեզ խմբից վեր եք դասում, դուք այդ խմբից դուրս եք ձեզ դասում կամ նման այլ բան, այդ ամբողջ ընթացք աշխատանքի ձեզ համար դառնում է անհասանելի եւ անընկալելի։
Այն ամենը, այն բովանդակությունը, որը իրագործվում է, ձեզ համար դառնում է ձեզանից դուրս, ձեզանից ինչ որ ձևով պարզված իրականություն։ Եվ դուք որպես ղեկավար անպայման արդյունքում սխալներ թույլ կտաք եւ կծախողեք։ Այնպես որ այդ առաջինը դառնալը գնում է թիմակից լինելուց։ Եվ այստեղ շատ լավ օրինակ է Նապոլեոնի փորձը։ Նա սկսեց խրամատներում նրանից, որ հորդորում եւ ոգևորում էր զինվորներին, լինելով կրտսեր սպա։ Եվ շատ արագ իրեն մղեցին առաջ այդ նույն զինվորները, այդ նույն ընկեր սպայերը տեսնելով իր կարողությունները մարդկային, եւ ընդամենը մի քանի տարի հետո նա դարձավ երկրի ղեկավար։ Այս օրինակը գալիս է ցույց տալու, թե ինչպես են դառնում իսկական ղեկավարներ։ Իսկ հիմա արդեն խոսենք ղեկավարության մասին։ Այո, ի պաշտոնե մենք լինում ենք ղեկավարներ եւ նշանակում է, որ մեզ վրա դրված են պարտավորությունները եւ այդ պարտավորությունները իրագործելու համար մեզ տրված են նաեւ լծակներ եւ հնարավորություն այլ մարդկանց տարհրանքներ եւ պահանջել իրենցից։ Եվ այդ պայմանագրային հարաբերությունները շատ կարևոր մաս են կազմում ցանկացած կառույցի աշխատանքի, որը նաեւ ներառում է դպրոցը։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ որքան քիչ ենք մենք օգտագործում մեզ ի պաշտոնե տրված հնարավորությունները, իրավունքները, այնքան ավելի լավ ղեկավար ենք մենք։ Որքան մարդիկ իրենք են որոշում, որ իրենք մի բան պետք է անեն, այնքան ավելի լավ իրենք դա կանեն։ Այնպես որ այդ ղեկավարի դիրքը, ղեկավարի դիրքում լինելը պետք է կարողանալ, պետք է ժամանակ առ ժամանակ դա անել, քանի որ ստիպված ես անել, ոչ թե ուզում ես դա անել։ Սակայն դա չէ, որ հանդիսանում է ղեկավարի հիմնական դիրքը կազմակերպությունում։ Իր հիմնական դիրքը այդ ավագ թիմակցի բոլորի կողմից ճանաչված հեղինակության առաջնորդի դիրքն է։ Եվ ամփոփելով եւս մի բան ավելացնեմ այս ցանկին, ցանկացած տնօրենի, դպրոցի տնօրենի կարողությունների։ Դպրոցը նման է ինչ որ բանով հոգևոր կառույցի։ Իհարկե այն հոգևոր կառույց չէ։ Դա պետք է շատ լավ հասկանալ, բայց որոշակի նմանություն ունի։ Եվ նմանությունը կայանում է նրանում, որ դպրոցը ամեն դպրոցում ունի իր յուրահատուկ միջավայրը, որտեղ շատ բարձր չափանիշներ են դրված։ Մենք դրա մասին արդեն խոսացել ենք։ Եվ այդ յուրահատուկ միջավայրի պաշտպանը եւ ներկայացուցիչը դեմքը դպրոցի տնօրենն է։ Ինչպիսին նա եղավ, ինչպիսի դեմք ունեցավ որպես մարդ, ինչպիսի դրսևորումներ ցուցաբերեց այդ միջավայրում, այդպիսին կլինի միջավայրը։ Եթե նա լաչար, դառը, կոպիտ, չվստահող, պարտադրող եւ այլն անձնավորություն է, այդպիսին նաեւ կլինի միջավայրը։ Եթե նա վստահող, բարի, ժպտացող, ջերմ, անմիջական, խելացի, բաց, ուրախ, ինքն իրեն նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնող, զուսպ, խոհեմ անձնավորություն է, այդպիսին կլինի եւ դպրոցը։ Եվ հիմա եկեք տեսնենք, ինչպիսի դպրոց ենք մենք ուզում։ Առաջինը, թե երկրորդը։ Սրանից ելնելով մենք նաեւ պետք է որոշենք, թե ինչպիսին կլինեն մեր տնօրենները։ Այսօր դեռ առավել եթե խոսում ենք պետական դպրոցների մասին, դպրոցի տնօրեն լինելը այնքան էլ ոգևորիչ աշխատանք չէ։ Դպրոցները քննադատվում են, իրեն գտնվում են դժվար նյութական վիճակում շատ հաճախ։ Դպրոցի տնօրեն աշխատավարձը այնքան էլ բարձր չէ եւ այդ դպրոցներում աշխատող ուսուցիչների գնալով արդեն ավելի ու ավելի մեծ քանակ, ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան տնօրենները։ Սակայն մենք պետք է լավ հասկանանք, որ չենք ունենա մենք լավ դպրոցներ, եթե չունենանք լավ տնօրեններ։ Այն բոլոր պատճառները, որ ես ասացի, այդ մարդիկ են ձևավորում միջավայրը, այդ մարդիկ են ընտրում
ուսուցիչներին, այդ մարդիկ են ոգևորում ուսուցիչներին, այդ մարդկանց նման են նաև ցուցաբերում իրենց վարքագիծը ուսուցիչները։ Ծնողները մտնելով դպրոց հաշվի են նստում այդ մարդկանց հետ եւ համապատասխան վարքագիծ են ցուցաբերում։ Դա ազդում է երեխաների մոտեցումների վրա, վերաբերմունքի վրա, կրթության նկատմամբ։ Մի ամբողջ մեքենա է դրա շուրջ պատտվում այդ մի մարդու մարդկային հատկանիշների եւ կարողությունների։ Եվ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի մոտ ապագայում մեր դպրոցները ղեկավարեն մարդիկ, ովքեր կլինեն մեր հանրության պարծանքը, այլ ոչ թե մեր հոգսի եւ մեր ծանր կյանքի արտացոլումը։